Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել կերակրատեսակներ, որոնք մեր կարծիքով կհետաքրքրեն ձեզ։ Բարեկամներ, մենք մի ուղղություն ենք վերցրել, որը իր մեջ ենթադրում է հրավերք տարբեր ավագ խոհարարների, տարբեր ռեստորաններ ներկայացնող, եւ այսօր այդ օրն է, մեր հյուրն է Royal Yerevan ռեստորանի ավագ խոհարար Ալբերտ Անդրեասյանը։ Ողջույն, Ալբերտ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Լավ եմ։ Շատ ուրախ եմ, որ հրավերքը չմերժեցիր եւ Ես էլ շնորհակալ եմ գտնվելու ձեր տաղավարում ձեզ հետ։ Իանալի։ Ինչ ենք պատրաստելու։ Պատրաստելու ենք կարմրախայտ գետի առանց ջուր, լոլիկով, լոլիկի հիմքի վրա կստանանք ջուր։ Հյութ։ Հյութ, այո։ Եվ պատրաստելու ենք Գետի կարմրախայտ, ինչպես ասում են, կարմիր խայտերով։ Այո, Իսկ ինչ մշակում է անցել։ ինքը արդեն մաքրած պատրաստ է։ Մշակումը անցել է դե իհարկե փորը, հեռացրել ենք թեփուկները եւ հեռացրել ենք խռիկները։ Այո։ Մաքրել ենք կարմրախայտը, ուրեմն փաստորեն մենք տոմատի հյութի մեջ, կարելի ասել, այսպես շոկե հարելու ենք։ Այո։ Շոկե հարելու ենք։ Շատ լավ, ինչից սկսենք եւ Պարոն Մամուլյան, մեզ հարկավոր է միայն լոլիկ, յուղ եւ աղ, այս ձուկը եփելու համար։ Ես ձեզ կխնդրեմ մի քիչ մանրացնել, իհարկե շատ կարևոր չի, որ ինչ որ ձև չունի մանրացնելու, ուղղակի կտրված կտանք, որ հյութը դուրս գան։ կիսենք ու Այո, ուղղակի կիսենք։ այո, Ես կզբաղվեմ ձկով։ շատ լավ։ Մեզ Ձուկը եթե լինում է մի քիչ մանր, կարող ենք ընդհանրապես չկտրել, այս դեպքում մենք կկտրենք ուղղակի, որ մատուցելուց ավելի ճիշտ ու ավելի հեշտ լինի։ Իանալի։ Ընդհանրապես կարմրախայտը, որ մենք վերածում ենք բաժնեմասերի, համարյա այսպես գրանցում ենք ամեն մի կարմրախայտը մեկ բաժին, չէ՞, այդպես մասնաբաժին եթե անում ենք։ Իանալի, մեզ շատ են քննադատում անձեռոցի առանց ձեռնոցների աշխատելու համար, չնայած որ տաղավարը, սեղանները, բոլորը դանակները ամեն ինչ ախտահանված են, այդ թվում նաև ձեռքերը, բայց մենք պիտի անսանք մեր հեռուստադիտողների դիտողություններին։ Լոլիկը մաքրված է, կկիսենք, ինչպես Ալբերտը նշեց, որպեսզի հյութը լավ արտազատվի։ Լցնենք թավայի մեջ։ Բերանը ծածկում ենք, որ հյութը արագ դուրս գա, մինչ այդ ես համեմ եմ ձուկը աղով, քանի որ ձուկը լիովին չի շոկե խաշելու ենք, չի ընկղվելու ջրի մեջ, պետք է ձկանը աղանել մի քիչ։ Համեմել աղով, շատ լավ։ Իանալի։ Ես ուղղակի մեր հեռուստադիտողներին խորհուրդ կտամ, որ շատ օգտագործել ձուկ ընդհանրապես մեր շաբաթական կամ օրական ռացիոնի մեջ, այդ սննդակարգի մեջ պիտի մի օր կամ երկու օր հատկացնել ձկանը, բարեկամներ, որովհետև շատ ու շատ օգտակար նյութեր են պարունակում, նախ ճարպը շատ օգտակար է ձկան, երկրորդ ձկան միսը շատ հարուստ է սպիտակուցներով եւ ամենադյուրամարսն է համարվում բոլոր մսեղեններից եւ իհարկե հանքային նյութերը, հանքային այդ միկրոէլեմենտները իհարկե մեզ բոլորիս հայտնի է։ Նաեւ պարունակում է B կոմպլեքս վիտամին։ B կոմպլեքս վիտամին, այո, որը շատ լավ է աչքերի համար, տեսողության համար։ Այո։ Ես ուզում եմ նաև, որ մենք
պատրաստելիս եւ ընդհանրապես խոհարարական գործառույթներ իրականացնելիս միշտ կարողանանք բացատրել, թե իհարկե այն ինչպես պիտի պատրաստել, սա մի հարց է, բայց օգտակարությունը նաեւ, որովհետեւ շատ դեպքերում մեր հեռուստադիտողները նաեւ առաջարկում են, որ կարողանանք սննդակարգ կոչվածը ճիշտ մատուցել։ Այս սննդակարգ ասում ենք, ինչ է նշանակում սննդակարգ։ Դա կարգով սնվելու ձևն է։ Բառը հենց հուշում է, այո։ Ինչից սկսել եւ ինչով վերջացնել։ Նախքան սնվելը շատ լավ կլինի բարեկամներ, եթե մենք կարողանանք նախքան սնվելը 20 րոպե, 25 րոպե առաջ ջուր խմենք կամ թան, որպեսզի ներսի միկրոֆլորան նախապատրաստվի սնունդը ընդունելու համար։ Շատ ավելի դյուրին մարսողական տրակտ կունենանք եւ շատ ավելի լավ դյուրացվի այն, ինչ մենք սնվում ենք, ինչով սնվում ենք, որովհետեւ մենք սնվում ենք, որպեսզի ստանանք մթերքներից այն հիմնական նյութերը, որը շատ կարևոր է մեր օրգանիզմի կենսունակությունը ապահովելու համար։ Ալբերտ ջան, արդեն երում է, կարծիքով ինչ անենք։ Այո, պատրաստ է, ավելացնում ենք յուղ, մի քիչ աղ, ուղղակի պամիդորը ստացվի համեղ լինի։ Աղը լոտոս ապրանքանիշի աղն ենք օգտագործում։ Այսպես։ Ձեզ կխնդրեմ յուղն ավելացնել, ես ձուկը Իսկ յուղը բոյարսկո է հալած յուղը։ Այո, բավական։ Արդեն լոլիկը լավ բույր է տվել։ Եվ տեղադրում ենք ձուկը մի անգամից լոլիկի վրա։ Այո։ Հիանալի։ Մեր հեռուստադիտողներին նորից դիմեմ, բարեկամներ, մենք այն ինչ ցուցադրում ենք, այն ինչ ուզում ենք ցույց տալ, դա մեր հյուրի աշխատած ռեստորանում շրջանառվող կերակրատեսակներն են լինելու, այնպես որ մնացած ռեստորանները կարող են դիմել եւ մեր հաղորդաշարի շրջանակներում կարող ենք ծանոթացնել մեր հանրությանը, թե ինչ են պատրաստում այս կամ այն ռեստորանում, ով է պատրաստում ամենակարևորը եւ ինչպես է պատրաստում։ Պարոն Մամուլյան, մինչ ձուկը կեփի, մենք ծկան համար պատրաստ ենք մի փոքր աղցան, թեթև աղցան պատրաստենք, մատուցենք ավելի քիմքի համար հաճելի լինի։ Շատ լավ, խնդրեմ։ Կօգտագործենք լայմ, լոլիկ, վարունգ։ Լոլիկը կարող եք օգտագործել չերի, կարող եք օգտագործել սովորական լոլիկ, թարմ սունկ կօգտագործենք։ Շատ լավ։ Շատ լավ։ Եվ բիբար։ Վերջում կհամեմենք ռեհանով։ Եվ կունենանք թեթև Այո, օգտակար դյուրամարս աղցան։ Խնդրեմ։ Առաջարկում եմ կեսը դուք կտրատեք, կեսը ես, որ արագ լինի։ Խնդրեմ, ես պղպեղը կտրեմ, սիրում եմ շատ պղպեղ։ Մեր հեռուստադիտողին էլ խորհուրդ կտանք շատ օգտագործեն կծու։ Այո։ Մանավանդ այս շրջանում բոլորս գիտենք, որ կծուն չեզոքացնում է տարբեր տեսակի վիրուսներ, գրիպոս։ Այո, օրինակը մենք ունենք, տեսեք Հնդկաստանի օրինակը, որը շատ ուսանելի է, եւ բնակլիմայական պայմանների թելադրանքն է իհարկե Հնդկաստանում, որ ամեն ինչ կծու է, նույնիսկ հացը։ Եվ այդ ոչ այնքան հիգիենիկ պայմաններում հիվանդություններից զերծ են մնում։ Այո, չեզոքացնում է բոլոր ստամոքսային հիվանդությունները, ոչ միայն Հնդկաստանում, արաբական երկրներում, Մեքսիկայում շատ են օգտագործում։ Այո, բնակլիմայական պայմանները, որտեղ որ շոկ է, որտեղ որ ջերմաստիճանը բարձր է, օգտագործում են կծու։ Բայց մենք հարգելի հեռուստադիտողներ պիտի հիշենք եւ հպարտանանք, ամեն ինչ սկսվեց
հայկական բարձրավանդակից եւ ցորենից։ Ընդհանրապես գառնան գալուն պես շատ պիտի օգտագործենք բանջարեղեն եւ հատկապես վայրի ուտելի բույսեր, այնչով մեր բնաշխարհը հարուստ է։ Շատ պիտի օգտագործենք եւ դա նույնիսկ մեր ներքին այսպես ախորժակն է, չէ՞, հենց գարունը գալիս է, չասենք թե պահքի հավատալիքի կամ ինչ որ բան է, բայց այնուամենայնիվ մեր օրգանիզմն էլ սկսում է ավելի գնալ դեպի բանջարեղենի, մեր ախորժակը ավելի շատ բանջարեղեն, ավելի շատ բույսեր, ավելի շատ ու մանավանդ օրգանիզմը սկսում է լիցքաթափվել։ Այո, այո։ Դե ամբողջ ամռանը լիցքավորում ենք օրգանիզմը ծմռան համար եւ ծմռանը լիցքաթափում։ Սունկը կավելացնենք հենց այսպես թարմ վիճակում։ Իոնալի։ Ինքը շատ հաճելի համ ունի, շատ կհամադրի այս մեր պատրաստած աղցանը։ Իոնալի։ Այո, ոչխարասունկը կամ ինչպես մենք արդեն սովորել ենք անվանել շամպինյոնը, կարելի է հում ուտել, եթե դա մատրաշ, փոքր, ինչպես այսպես թարմ։ Լայմը ավելացրեցինք հենց իր կեղևով, որովհետև հաճելի է ուտելը։ Հենց կեղևով։ Թթվաշ, գեղեցիկ, ես ավելացնեմ տակդեղները, սոխը, եւ նորից հիշենք, որ այս կամ այն աղցանը առանձնապես այսպես հին, ազգային, ավանդական, այսպես պատմություն չունի, օգտագործեք ձեռքի տակ եղած բոլոր մթերքները։ Տեսեք, մի հարց ինձ միշտ այսպես հուզել է, այո, լոլիկն ու վարունգ ամենադասական աղցանը, լոլիկն ու այ համադրության մասին ենք խոսում։ Հիմա տեսեք, մենք կամ ով սկզբնական շրջանում հենց այդ աղցանը պատրաստել է կամ ինչ-որ ավանդույթ է դրսևորվել, ձևավորվել։ Ի նկատի ունեցվել գույները թե համերը։ Ինձ թվում է գույները։ Ինձ թվում է, ինձ էլ է թվում, որ նախ եւ առաջ գույների համադրությունն է այստեղ գրավել։ Ուզում եմ ասել, որ ձեռքի տակ եղած մթերքները, հատկապես գույները պիտի Իհարկե, բայց ասեմ, որ նաև շատ հաճելի համ է ստացել։ Այո, այո, ձետ, Կավելացնենք ձիթապտղի յուղ և աղ։ այսպես, Ձուկը համարյա թե պատրաստ է, եվս 4-5 րոպե և դու տես թե ինչ ես նախապատրաստելու, ես այսպես խառնենք, սալը աղցանը կմատուցենք այստեղ, իսկ ձուկը արդեն մեծ ափսերի մեջ։ գույներ ունենք, համեր ունենք, օգտակար բանջարեղեններ և սունկ ունենք, մնում է համեղ ձուկ և իհարկե Լավ տրամադրություն և լավ ընկերներ, այո, միշտ հացկերույթ ընկերներով է, չէ, և հացկերույթն ընկերային ընկերային հացկերույթներ, այսինքն մի քանի մարդկանցով, այդ բանկետ, որ ասում են, ընկերային հացկերույթ, հենց հայերենով շատ գեղեցիկ հնչողություն ունի։ Իսկ դու ինչ կարծիք ես, որ ասում են, եթե ձուկը մանավանդ իշխանը, կարմրախայթը այդ գետի, այլ շատ համեմունքներ չեն սիրում։ Իհարկե չեն սիրում, մենք հայերս ավելի շատ հակված ենք ընդհանրապես ոչ միայն ձկան
համար է դա ասված, հակված ենք քիչ համեմունքով Կերակուր, համեղ այո։ կերակուր ստանալու։ Որտեղ մթերքը մեզ մոտ արդեն աշխարհը գիտի, որ շատ համով է։ Օրինակ նույն այդ արաբական երկրներում, մեքսիկական, չգիտեմ, հնդկական երկրներում հիմնված է համեմունքների վրա։ Այո։ Ավելի շատ համեմունք են օգտագործում եւ մթերքի բնական համը չզգում։ Չէ՞ որ մեր սեղաններին միշտ այսպիսի բանջարեղեններ առկա են թարմ վիճակում, կանաչի, տակդեղ եւ այլն, եւ կծվությունը եւ համերը կանաչիների, թարմ կանաչիներից մենք ստանում ենք ավելի թարմ վիճակի մեջ։ Լավ, ձևավորենք աղցան, Այո։ ինչեւ ձուկը պատրաստ կլինի։ Ձևավորման համար վերցրեցինք բողկ, ոլոգի, ոնց որ Ամսական բողկ։ ողած է, այո։ Սոխի անուշ բուրմունքը շատ լավ է։ Նաև գունային համադրությունը հրաշալի ստացվեց, այո։ Ես պիտի նշեմ, հարգելի լուսադիտողներ, որ աղցանը համ պատրաստից, ուղղակի հենց այնպես համ պատրաստից մենք պատրաստեցինք Ալբերտի հետ։ Սա թարմ բանջարեղենային աղցան եւ ձուկ։ Թվում է ձուկը պատրաստ է, այո, անջատենք։ Թողնենք, որ 2 րոպե հանգստանա եւ Հանգստացիր ձուկն մեծ։ Իր սոուսով արդեն, իր այո, մատուցելու ենք անպայման այնպես որ սոուսով։ Սուղակը։ Հրաշալի այո, դուրյուն։ իհարկե։ Իր համը հենց եւ լոլիկի հաճելի թթվաշային համային բան։ Համադրություն։ Այստեղ ավելացնում ենք լոլիկը եւ մենք սովորություն ունենք ուղղակի հացը թաթախել։ Հենց դրա մասին էլ մտածում էի, այս պարունակությունը տապակի հենց այդպես տապակով սեղանին եւ չորացած չորահացը մանրացնել եւ դրանով հենց մատուցել։ Վերջում յուղը հավաքում ենք եւ ավելացնում ենք ձկան վրա։ Որ փայլի։ Ահա։ Սա ինչպես նշեցինք, արդեն մենք վերջում հացերով սենց։ Իհարկե, իհարկե։ Այո։ Ալբերտ ջան, եթե դու ինչ որ ցանկություն ունես մեր հեռուստադիտողներին, խնդրեմ։ Հեռուստադիտողներին կմաղթեմ բարի ախորժակ, լավ եղեք, առողջ եղեք եւ իհարկե այցելեք հաճախ ռեստորաններ, այցելեք Royal Yerevan ռեստորան, Բագրևանդ 102։ Բարեկամներ, միանում եմ ես Ալբերտի մաղթանքներին, առողջ եղեք, լավ սնվեք եւ ճիշտ սնվեք։ Ձեր անունից ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ալբերտին, ցանկանալ, որ ինքը շարունակի այդպես ստեղծագործել եւ հպարտանալ իր աշխատանքով։ Շնորհակալություն, Ալբերտ ջան։ Կարմրախայտ Կարմրախայտ 600 գրամ, մաքրած լոլիկ 800 գրամ, յուղ 50 գրամ, աղ։
Բարի ախորժակ։ Բարեկամներ, այսքանն էինք պատրաստել այսօրվա համար։ Ուզում եմ միշտ նշել, որ հարկավոր է տեր կանգնել մեր ազգային արժեքներին եւ հարկավոր է տարածել եւ փոխանցել մեր եկող սերնդին։ Գերագրատեսակը հարկավոր է մատուցել 65-ից 70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությամբ եւ ճաշակել սպիտակ անապակ հայկական գինով։ Առողջ եղեք, ցտեսություն բարեկամներ։